Սիրելիներս, սկսում ենք նոր թեմա, թե ինչ է մեղքը։ Շարունակաբար առաջիկա վիդեոներում կընդլայնեմ և կմանրամասնեմ մեղքի չափն ու մեղքի հետևանքները։ Աստված ավելի լավ գիտի մեզ, քան մենք ինքներս, և Նա տվել է մեզ Իր ճշմարտությունը Սուրբ Գրքում։ Շատ կարևոր և արժեքավոր է, երբ մարդուն տեսնում ենք Աստծո հետ հարաբերության մեջ։ Աստված մարդուն ստեղծել էր մեղքից զերծ, ուրույն բնույթով և հատուկ նպատակով, սակայն մարդը շեղվեց Աստծո նպատակից և ձգտեց իր սեփական եսամոլական նպատակին։ Աստծո դեմ այս ըմբոստությունն Աստվածաշնչում կոչվում է մեղք։ Մարդը որպես մեղսավոր արարած։ Աստծո ստեղծած բոլոր արարածներից մարդն ամենանմանն է Աստծուն։ Աստված ստեղծեց մարդուն իր իսկ պատկերով։ Ցավոք, Աստծո գեղեցկությունն ու կատարելությունը պարզորոշ չեն կարող տեսնել մարդու մեջ, այն խաթարվել է մեղքով, բայց ամեն ինչ կորած չէ։ Քրիստոս Աստծո կատարյալ պատկերն է, և մեր աղավաղված անկատար, մեղավոր պատկերը կարող ենք համեմատել Հիսուսի կատարյալ պատկերի հետ և հասկանալ Աստծո կամքը, թե Աստված ինչ է ուզում մեզանից, ինչ է սպասում։ Մարդը տեղ և նպատակ ունի Աստծո ծրագրում, հետևաբար մարդը կյանքի ճշմարիտ իմաստը կգտնի, եթե ապրի Աստծո ծրագրի համաձայն։ Բայց եթե մեկը սիրում է Աստծուն, նա ճանաչված է Նրանից։ Ա Կորնթացիներին 8:3 «Եվ չկա մի արարած, որ նրա առջև հայտնի չլինի, այլ ամեն ինչ մերկ և բաց է նրա աչքերի առջև, ում մենք հաշիվ պիտի տանք»։ Եբրայեցիներին 4:13 Կարդանք Պողոս առաքյալի թուղթը Տիտոսին, 1:15-16 խոսքերը։ Մաքուրների համար ամեն ինչ մաքուր է, բայց պիղծերի և անհավատների համար ոչ մի բան մաքուր չէ, այլ նույնիսկ նրանց միտքն ու խղճմտանքն են պղծված։ Խոստովանում են, թե գիտեն Աստծուն, բայց գործերով ուրանում են Նրան, պիղծ են, անհնազանդ և ամեն մի բարի գործի համար անպիտան։ Մեզ աշխարհ են բերել մեր ծնողները, բայց մեզ կյանք է տվել Աստված։ Մեր շունչը Աստծուց է, մենք կախյալ ենք Աստծուց ոչ միայն մեր կյանքի սկզբնավորմամբ, այլև մեր գոյության ամեն պահով։ Իսկապես պետք է ընդունենք, որ կախյալ ենք մեր Արարիչ Աստծուց։ Կախյալության ամենամեծ արտահայտությունը թերևս այն աղոթքն է, որ Հիսուս սովորեցրեց իր աշակերտներին. «Թող քո կամքը լինի»։ Քրիստոսն էլ որպես մարդ աղոթում էր. «Ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ Ամեն ժամ երախտապարտ և գոհացող սրտով փառաբանենք Աստծուն, խոնարհվենք, ակնածենք։ Այն մարդիկ, ովքեր չեն ընդունում իրենց կախյալությունն Աստծուց, չեն հնազանդվում Աստծո կամքին, հպարտության մեղքով են կապված։ Ըմբոստությամբ, անհնազանդությամբ, իրենց ֆիզիկական մահից հետո այլևս չեն կարողանալու ծառայել Աստծուն, և նրանց մեծագույն պատիժը լինելու է հավիտենական բաժանումն Աստծուց, անվերջ մեկուսացման և քաոսի մեջ։ Իսկ պատճառը Աստծո մերժումն էր։ Հիսուսն ասում է. «Ով կատարում է Աստծո կամքը, նա է իմ եղբայրը և իմ քույրը և իմ մայրը»։ Զգույշ եղեք, թե ինչ եք լսում։ Եթե մեկը լսելու ականջ ունի, թող լսի։ Երբ լսում ենք խոսքը, իսկույն ուրախությամբ ենք ընդունում։ Կարդանք Մարկոսի ավետարանից 4:19-20 խոսքերը։ Բայց այս կյանքի հոգսերը և հարստության խաբեությունը և այլ բաների ցանկությունները մեջ մտնելով խեղդում են խոսքը, և այն անպտուղ է դառնում։ Բայց բարի հողի վրա սերմանվածները նրանք են, որ խոսքը լսում են և ընդունում են ու պտուղ են տալիս, ոմանք 30, ոմանք 60 և ոմանք 100։ Քրիստոս կատարյալ պատկերն է Աստծո։ Լինել քրիստոնյա նշանակում է օրինակել Քրիստոսի կյանքը։ Նա է ճշմարիտ մարդկության օրինակը։ Մեղավոր մարդը այլևս չի կրում Աստծո կատարյալ նմանությունը։ Նույնիսկ երկրի վրա ապրող ամենասուրբ անձնավորությունը Աստծո սոսկ աղավաղված պատկերն է։ Միայն Հիսուս Քրիստոսն է կատարելապես պատկերում Աստծուն։ Աստվածաշունչը շատ է խոսում Քրիստոսին նմանվելու մասին։ Պողոս առաքյալը գրում էր եփեսացի հավատացյալներին. «Առ նմանող եղեք Աստծուն, ինչպես սիրելի որդիներ, և սիրով գնացեք, ինչպես որ Քրիստոս էլ մեզ սիրեց ու իր անձը մեզ համար մատնեց, պատարագ և զոհ Աստծո անուշ հոտ լինելու»։ Կորնթացի հավատացյալներին ասում էր.
Ինձ նմանող եղեք, ինչպես ես էլ Քրիստոսին։ Նա, ով հետևում է Քրիստոսին, իր կյանքը ձևավորում է ըստ կատարյալ օրինակի։ Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձնից սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը թեթև։ Մատթեոս 11:28-30։ Քանի որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով, ապա կարող է հաղորդություն ունենալ իր ստեղծողի հետ։ Մեղքը միակ բանն է, որ բաժանում է մարդուն Աստծուց։ Որքան ավելի նմանվենք Քրիստոսին, այնքան սերտ կլինի մեր հաղորդությունն Աստծո հետ։ Հիսուս ասաց իր աշակերտներին. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կանենք նրա մոտ»։ Հովհաննես 14:23։ Մեղքը վիճակ է, ինչպես հիվանդությունը։ Մեղքը սրտի վիճակ է, որովհետև մեղավորը գիտակցաբար մերժում է ճշմարտությունը։ Մեղքը սովորություն ունի կարծրացնելու մարդու սիրտը։ Որքան տևաբար է մեղանչում մարդը, այնքան դժվար է նրա համար փոխվելը։ Գալիս է մի պահ, երբ նա այլևս չի տագնապում իր մեղսագործությունից։ Ով հաստատված է իր մեղքի մեջ, հավիտենապես բաժանվելու է Աստծուց։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է գոյատևելու առանց Աստծո փառքի, գեղեցկության ու լույսի։ Գալու է ժամանակը, երբ Քրիստոս ասելու է նրանց. «Ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացեք ինձնից, ով անօրենություն գործողներ»։ Մեղքի աղբյուրը մարդու կամքն է։ Մարդը մեղքի մեջ ընկավ, երբ իր կամքը հակադրեց Արարչի կամքին։ Աստծուց անկախ լինելու ցանկությունը հպարտությունն է։ Հպարտությունը մեղքի էությունն է։ Դա սեփական անձի պաշտամունք է Աստծուն պաշտելու փոխարեն։ Հպարտության մեղքը Աստծո բարի հրեշտակին դարձրեց Սատանա։ Այստեղից հետևություն. գոռոզ մարդը գրեթե Սատանան ինքն է։ Հպարտությունը շատ վտանգավոր մեղք է։ Ամենամեծն է և արմատն է շատ այլ մեղքերի։ Բոլոր վրիժառու սպանությունների ու դաժան պայքարի հիմքում հպարտության մեղքն է։ Շարունակությունը հաջորդիվ։